Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Օրհնեցեք Տեր Արմեն։ Աստված օգներ Ժիրայր ջան։ Նախորդ զրույցների ժամանակ ես նշում եի, որ դուք Վառնայի հոգևոր հովիվն եք, բայց հիմա Վառնայում չեք, այլ գտնվում եք Մալագայում, Իսպանիայում։ Նախ սկսենք նրանից, թե ինչպես եք այդտեղ հայտնվել, ինչ հանգամանքներով։ Ճիշտ է, ուրեմն ասեմ, որ շատ հապճեպ եղավ իմ որոշումը, այսինքն կարող եմ ասել, որ 48 ժամվա ընթացքին ես որոշեցի տեղափոխվել ուրեմն այստեղ Մալագա։ Նախ ասեմ Մալագայի մասին փոքր համայնք է, մեծ համայնք չէ։ Ունեն մոտավորապես 200-ից 300 ընտանիք, որոնք ապրում են այստեղ։ Եվ այս մարդիկ այդքան եկեղեցասեր են, որ 5 տարի առաջ մի հատ եկեղեցի են կառուցել, այսինքն քնել են այդ եկեղեցի կաթոլիկներից, եւ այդ եկեղեցին հայկականացրել են։ Այսինքն պետ են սարքել, խորան են սարքել, ամեն ինչը տարել է հայկական, եւ այս մարդիկ 1 տարի է իվեր հոգեվորական չունեն։ Եվ երբ որ ինձ դիմեցին եւ երբ որ իմացա ես իրենց խնդիրը, որ էլի այստեղ ինչ որ մի անարդարություն է տիրում, էլի այստեղ ոնց որ գդրիչի թաթերը հասել են այստեղ որպեսի գողոպտեն եւ շողոքորթեն ժողովրդի արյան քնով իրենց քրդինքով քնած եւ սարկած այս եկեղեցին եւ երբ որ մարդիկ ինձ հրավիրեցին որպեսի իրենց կողքին լինեմ, որովհետեւ իրենք տեղյակ էին նաեւ Վառնայի մասին եւ այդտեղի դեպքերի մասին, հետեւաբար համեմատելով իրենց համայնքը Վառնայի հետ ինձ դիմեցին եւ խնդրեցին, որ ես կամ նաեւ իրենց օգնության ցերկ երկարեմ եւ անշուշտ ես իմանալով անցուտ հարցերը, իմանալով նաեւ ինչպիսին են գդրիչ եւ իր համակարգը եւ իր բեմեն, ուզեցի կամ այստեղ որպեսի վերջագետ դնեմ նաեւ իրենց այդ մեկնարկած խավար ծրագրին, որպեսի հայ ժողովրդի ուրեմն գալվածները, ֆինանսները ամեն ինչին դիրապետեն եւ արմեն։ Շատ լավ, իսկ ինչպես է եղել այդ process-ը, այսինքն քահանաները որտեղ ուզեն, երբ ուզեն կարող են իրենք գնալ եւ այնտեղ գործունեություն ծավալել։ Ես հասկանում եմ, դուք ակնարկում եք մեր եկեղեցու գարքին։ Հիմա անգելս լինենք եւ ասենք, որ մեր եկեղեցին այսօր գարկ կանոն չունի եւ գարկ կանոնով չի գործում։ Ոչ թե միայն այսօր, այլ վերջին 30 տարին, այլև ասեմ վերջին 50 տարին հայ եկեղեցու մեջ գարկ կանոն չի գործում։ Որովհետև գարկ կանոն եթե գործեր, այսօր մենք մեր եկեղեցին այս իրավիճակի մեջ չեր հայտնվի։ Հիմա ըստ գարկ կանոնի, ըստ մեր եկեղեցու գարկ եւ կանոնին, պետք է ուրեմն առաջնորդը ինձ նշանակեր եւ պետք է ես առաջնորդի հրամանով գայի այստեղ։ Բայց մենք լավ գիտենք, որ առաջնորդը ինձ նաեւ չէր նշանակել Վառնա։ Ես գնացել էի Վառնա, որովհետեւ ժողովրդի ընտրությունն էր։ Նույն ցեվով այստեղի առաջնորդը, որ Խաժակ arczepiskopos Բարսամյանն է, ինքը խաբարել չի, որ ես այստեղ եմ, ոչ էլ տեղեկացրել եմ, ոչ էլ արժանի են, որ իրենք տեղեկանան այդ մասին։ Ես բարձրապես ուրեմն նշանակվել եմ, ընդրվել եմ ժողովրդի կողմից, ժողովրդի կամքով եւ Աստծո օրհնությամբ։ Հիմա գարկ կանոնը ուրեմն եկեղեցու այս է, բայց մենք նաև պիտի իմանանք, որ ավետարանի գարկ կանոնի ինչ է։ Ավետարանի մեջ մենք տեսնում ենք, որ աշակերտները գնում էին քաղաքի քաղաք, ման էին գալիս եւ այնտեղ ավետարանը քարոզում էին։ Եվ այնտեղ եթե ինչ որ մեկը պիտի նշանակեին, ժողովուրդը ինքն էր ներկայացնում այդ անձը, որը պիտի ծառայի նրանց եւ վկայություն էին տալիս այդ անձի մասին, որ ինքը լավ է, հոգևոր է, դաստիարակված է եւ այլն, եւ ստայնում այդտեղ այդ ընդրված անձը ցերնատրվում էր եւ ծառայում էր այդ ժողովրդին։ Սա ավետարանի սկզբունքն էր։ Եվ ավետարանը մեզ բարդացնում է ոչ թե միայն մեկ դեր վրա, այլ որտեղ որ գարիք կա հայ հոգևորականը ստիպված է գնալ այնտեղ եւ ծառայել։ Եվ մենք չմոռանանք, որ Քրիստոս եւ որ շրջաբդույթ էր անում ժողովրդի մեջ, քարոզում էր, իրան ասում էին ստեղ մնա։ Ինքը ասում էր, չէ, ես պետք է ուրիշ քաղաքներ եմ Քավլիցի, ես ինքս չեմ համեմատում Քրիստոսի հետ, ես ոչ մեկ արժանիք չունեմ, բայց ես զգում եմ, որ Աստված ինձ դեղատրել է այս եկեղեցում, որպեսզի ես հասնեմ ամեն դեր, որտեղ անարդարություն կա
եւ որտեղ գդրիչ եւ իրաբենդեն փորձում են ժողովուրդը զրկել, ժողովրդին սպառնալ, ժողովրդին արյունը կամել եւ իրենց գալվածները իրենց ցերկից առնել։ Այո, ես եկել եմ այստեղ, երբ որ համայնքը ինձ հրավիրել է եւ բացի հրավերը համայնքը ժողով է արել եւ իմ անձը ընդրության են դրել եւ որոշել են, որ քանի որ ես այս դեպքերին կանգնել եմ Վառնայի ժողովրդի կողքին, նաեւ ինձ հրավիրել են, որովհետեւ իրենց կողքին կանգնեմ եւ ես եկած եմ։ Ես ի պաշտոնե այսօր գամին թե չգամին, ուզենան թե չուզենան, ես Մալագայի հայ եկեղեցու հոգևոր հովիվն եմ։ Եվ գնալու եմ ամեն տեղ, որտեղ իմ կարիքը կա։ Գնալու եմ ամեն տեղ, որտեղ ձեր գեղդոտ ձեռքերը փորձում են այնտեղ խառնել, ժողովուրդը բարակնել եւ ժողովուրդը արյունակամ ալեն, հերիք է որ է։ Տեր Արմեն, իսկ մասնավորապես ինչի մասին է էլի խոսքը, այսինքն ինչ հարցեր, խնդիրներ կան այդտեղ Մալագայում կապված, որոնք նաև ձեզ ստիպել են այդտեղ լինել, եւ մի նամակի մասին է ուզում, որպեսզի մենք խոսենք, որի բովանդակության ես արդեն առիթ ունեցա ծանոթանալու, հա, այստեղ Մալագայում նաև այդ հայերի հայրենիք միությունը ասում են, որ կհամաձայնի որպեսզի Բեն Ալ-Մանդենայի հայ եկեղեցու շինության սեփականության իրավունքի փոխանցումը Իսպանիայի հայ առաքելական եկեղեցուն լինի, եթե վերջինիս կենտրոնը տեղափոխվի Մադրիդից Մալագա, այստեղ նաև տարբեր կարիքների համար, տարբեր կարիքների ծառայությունների համար ինչ որ գումարային հաշվարկներ կան եւ այլն, ինչի մասն է ընդհանրապես խոսքը։ Այո։ Եվ ավելի հետաքրքրական այս նամակի մեջ հավանաբար Ջիրայր ջան դու չնկատեցիր թվականը նամակին։ Նամակը գրած է 26 հունվարի։ Այսինքն 1 տարի է դուք հայդարակ եք լինում։ 1 տարի է դուք գումուր եք լինում եւ անով հանդերձ ձեր խելքը ձեր գլուխը չեկավ։ Եվ հունվարի, այսինքն 2 ամիս առաջ դուք գրկնում եք միևնույն բանը, դուք փաստում եք միևնույն բանը, որ դուք չեք եկել այս ժողովրդին ծառայելու, դուք եկել եք միայն ձեր ջեբերը լեցնել։ Այո, Ջիրայր ջան, 5 տարի առաջ ուրեմն այս դերի ժողովուրդը հնարավորություն ունեցավ մի հատ եկեղեցի, կաթոլիկ եկեղեցի, որ վաճառվում էր, այս ժողովուրդը իրենց փողերում այս եկեղեցին քնեցին եւ ինչպես որ ներկայացրի, հայկականացրին իրենց կմպետով ամեն ինչով հայկական դարձավ եւ երբ որ ավարտին հասան Թիմեցին առաջնորդին այս բարակային Խաժակ Սրբազանին, որբեսի կա եւ իրենց եկեղեցու փացումը գդարի իրենց եկեղեցին օծի։ Բայց Խաժակը չարեց։ Խաժակը 10 անգամ եկել է։ Մի անգամ նկարներն ա օծել, մի անգամ չգիտեմ եկեղեցու տուրն ա օծել, մի անգամ եկեղեցու բադուհանն ա օծել, բայց խորանը չի օծել եւ նրա համար էլ առանձին պահանջել է $50,000, որբեսի եկեղեցին օծի։ Պատկերացնում եք, այսինքն այս մարդիկը ամոթ չունեն եւ երբ որ այդտեղի համայնքը ասել է որ մենք հոգեվորականի կարիք ունենք, մեզ հոգեվորական ուղարկեք եւ իրենց ուղարկել է անամոթապար, պատկերացնում ես, անամոթապար իրենց այս ծրագիրները նաեւ հանցնում են դուխտին եւ նամակի մեջ գրում է կահանա պահելու համար դուք մեզ պիտի տաք €150,000 Ես ինչ խումարների, այնտեղ նամակի մեջ գրած է, թե կարդացած լինես, այնտեղ ասում է, որ դեր այրիկ բենզինի ծախսը, ավտոյի ծախսը, դունի ծախսը, ապահովագրության հաշվարկել է, սրանք հաշվաբաններ են, հաշվարկել է տարին €50,000 եւ պահանջել է, որ 3 տարի կանխիկ պետք է տաք €150,000, որպեսզի ես ձեզ հոգեվորական ուղարկեմ, եւ դա ամեն ինչը չէ, նրանից առաջ իրենք պետք է համաձայնվեն, որ եկեղեցին քրանցեն Էջմիածնի անունով, քրանցեն առաջնորդարանի անունով, որպեսզի այս մարդկանց խեղճացնեն եւ այս մարդիկ դուրս տնեն։ Մենք որտեղ ենք հասել, Ջիրայր ջան։ Ես ամեն անգամ ասում եմ, որ ինձ ոչ մի բան չի զարմացնում, բայց ամեն անգամ ավելի եմ զարմանում։ Այսպիսի նամակ ես տեսած չէի։ Լսել էինք, որ 50,000 է ուզում, որպեսզի եկեղեցին օծի։ Ինչով պիտի օծես։ Քո հորտնից ես բերել այդ միրոնը։ Ավետարանը չի ասում, ծրի եք արել, ծրի պետք է դակ։
Դուք ինչի եք զլանում ժողովրդի կառուցած օձել։ Ինչի եք զլանում ժողովրդի օրհնություն տալ, որը ծրի եք ստացել, բայց դուք չեք հավատում ձեր օրհնության, որովհետև ձեր օրհնությունը անեծք է, դուք չգիտեք օրհնել, դուք միայն կարող եք անիծել։ Այս է կարգավիճակը Ժիրայր ջան։ Եվ սա միայն Իսպանիայում չէ, սա միայն Վառնայում չէ, սա միայն Սոֆիայում չէ, ամբողջ աշխարհով մեկ, որովհետև իրենք կարծում են, որ ինչ որ անում են, էլ մարդ չի իմանալու, բայց ժողովրդի այլևս տանակը հասել է ոսկորին եւ ժողովուրդը սկսել է իրենց համար ինչ որ ջար ու տարման գտնեն։ Հավատացյալ է մեր ժողովուրդը, ժողովուրդը, որ ես եկեղեցին արել է իր ծախսերով, իր փողերով, ես այսօր ականատես եկա, 2 օր է այստեղ եմ միայն։ Մեր համայնքի անդամները եկել են, մեկը բոլերն է մաքրում, մույսը պատերն է քերթում, մույսը ծեփում է, մույսը իրենց ուժերով, դուք ինչի եք սպանում այս մարդկանց մեջ հոգին, ինչի եք սպանում այս մարդկանց մեջ հասկայնությունը, ձո այս մարդիկ լավ որ իսլամ չեն եղել, ձո լավ որ մորմոն չեն եղել ձեր դարդից ու ձեր կատարածներից, ես Աստված ուրեմն ուզում է, ես սենց եմ հավատում, որ Աստված ուզում է այս եկեղեցին պահել եւ մեր եկեղեցին հրաշքով դակավին կանգուն է մնացել։ Դե չէ, եթե մեր ժողովուրդը պիտի հիմնվեր ձեր արածներին, ձեր վարքին ու ձեր պարքին, այսօր մեր ժողովուրդը մահմեդական պիտի դառնա։ Բայց Աստված ուզում է պահել այս եկեղեցին։ Այս եկեղեցին ծերը չէ, այս եկեղեցին գայուն է մնալու եւ պահպանվելու է, որովհետեւ Աստված է ուզում, որ այդ գայուն։ Տեր Արմեն, դե այո, պատկերացնել կարելի է, թե ինչեր կարող են կատարվել, մանավանդ դուք էլ պարբերաբար բարձրաձայնում եք այն բոլոր անօրինությունների մասին, եւ հիմա որ դուք այնտեղ եք, հուսով ենք դուք մեզ դեռ ընթացքում հնարավորություն կունենանք խոսելու եւ շատ ավելի այլ մանրամասներ հայտնելու, թե ինչպես են փորձել այդ սեփականություններ յուրացնել, ինչ որ գումարներ ձեռք բերել, հա, ու հազար ու մի բան։ Այդ համատեքստում, հա, դուք նշեցիք, որ կլինեք այնտեղ, որտեղ տվյալ համայնքը հոգևոր եւ այլն կարիքը կունենա։ Դուք Վառնայում եք, ինչպես գիտենք, այնտեղ համայնքը ինչ եղավ եւ այնտեղի հետ կապված խնդիրները ինչպես են հանգուցալուծվում, եթե այնտեղ չեք։ Նայեցեք, Ժիրայր ջան, շատ հետաքրքրական հարց եք տալիս, ես ցավ եմ ապրում, որ ես Վառնան լքեցի եւ ստիպված եղա եկալ այստեղ։ Բայց ես կարծում եմ, որ իմ առաքելությունը այնտեղ Վառնայում կատարելագործվեց եւ ամբողջացավ։ Ճիշտ է, այսօր իրենք հոգեվորական չունեն, բայց իրենք ունեցան մի հոգեվորական 2 տարի հանցինս ինձ, որ իրենք սովորեցրեց, թե ինչ է նշանակում եկեղեցի։ Իրենց սովորեցրեց, թե ինչ է նշանակում հոգեվորական, որը պիտի լինի իրենց սպասավորը, իրենց ծառան։ Պատկերացրեք, ես մի բան ասեմ, եւ որ ես Վառնա գնացի առաջին անգամ եւ օտանավից իջա դուրս ինձ սպասում էին, վազեցին, որպես ինձ համար ավտոյի թուրը բան։ Ասեցի ժողովուրդ, ինչ եք անում։ Ասեց, մենք սենց էինք անում։ Դեր այրին, որ քալիսա թուրն ենք բացում, էս ենք անում, ուզում էին աճս համբուրել։ Ասեցի ժողովուրդ, նրա համար էլ դուք հասել եք ըստեղ, որովհետև դուք նրանց ավտոյի թուր եք բացել, աթոռ եք դրել, ցերկն եք համբուրել, ոտքն եք համբուրել, նրա համար դուք հասել եք ըստեղ։ Սենց բան չկա։ Ես եկել եմ ըստեղ ձեր ծածած ծառայելու, ես եկել եմ ըստեղ ձեր ոտքները լվալու։ Չեմ եկել, որպեսզի դուք ինձ թակավորի պես պահեք։ Եվ իմ ասածը ինչ է, որ հիմա մեր Վառնայի ժողովուրդը իմացավ ամեն ինչ, իմացավ մեր եկեղեցին ինչ է, եւ իմացավ մեր եկեղեցին այսօր որտեղ է գտնում, բայց ամենակարևորը իրենք իմացան, որ որպես ժողովուրդ դուք ինչպես պահանջադեր պետք է լինեք, դուք ձեր դերը ինչ է, դուք ոչխար չեք, որպեսզի որտեղ որ ցես քշեն, դուք գնաք այնտեղ, դուք այս եկեղեցվո դերն ու դիրականն եք, դուք եք, որ մեզ հրաման պիտի տաք, դուք եք, որ մեզ պիտի բարձրացնենք, որ մենք ցես ծառայենք։ Այո, ցավալի է, բայց ես խիղճս այդքանով հանգիստ է, որ մեր ժողովուրդը, եթե ունենա Վառնայում վարձկան հովիվ, իրենք դա իմանալու են, եւ այդ վարձկան հովիվի հետ պիտի վարվեն,
այնպես ինչպես վարձկանի հետ պետք է վարվել։ Եվ ավասիկ, այսպեսով եւ որ իմ առաքելությունը ավարտվեց եւ ես եկա այստեղ, ես իրենց իմ սրտի մեջ եմ բախում։ Այսինքն դա իմ հոդի մեկ մասն էր, որը ես մեծ զոհություններ արեցի նրանց համար եւ իրանք էլ մեծ զոհություններ ինձ համար արեցին։ Բայց ինչ ան, երկու հատ դեր արմեն չկա։ Երանի թե երկու հատ դեր արմեն, 10 հատ դեր արմեն լիներ, որովհետեւ մենք այս ճուրի հագարակ հոսանքի հագարակ գնայինք եւ հայ եկեղեցին ցերպազադեինք գներեք իմ խոսքից պիտի ասեմ այս սիգաների ցերկից։ Ինչ եք կարծում, կաթողիկոսի հարցը լուծվելու է արդեն ընտրություններից հետո։ Նայեցեք, ինձ համար կաթողիկոսի հարցը լուծված է։ Ինձ համար ես կաթողիկոս չունեմ։ Ինձ համար դա մի մարդ է, որ մորթված հավի է նմանում եւ փորձում է մինչեւ տեսեք նույնիսկ այս հունվարին ես նամակը, նույնիսկ այս վերջին օրերում այդքան հարցերից հետո առանց ամաչելու միևնույն հարցը գրնում է Վառնայում։ Ուրեմն այս մարդը անամոթ է։ Այս մարդը մոռացեք, որ ինքը Աստծո չի վախենում, չի հավատում։ Այս մարդը անամոթ է։ Եվ մեզ համար կաթողիկոս գոյություն չունի։ Մեզ համար մեկը գանդե, որ բռնազավթել է հայ առաքելական եկեղեցու սուրբ աթորը, բռնազավթել է, որուն անունը Գդրիչ է։ Եվ դա պիտի գնա, պիտի ուշ դեժուն։ Մեզ համար գնացել է, մեզ համար չկա։ Եվ ես վստահ եմ, մեր կառավարությունը, որ այս ծրագիրը ներկայացրեց, եւ իր ծրագիրի մի մասը հայ եկեղեցու բարեկարգումն է եւ Գդրիչին դուրս վդարումն է, ես վստահ եմ, որ այդ խոստումը պիտի կատարեն։ Իսկ եթե չկատարեն, մենք այլ լծակներ պիտի մանկանք, որ այլևս ժողովրդի կամքով այս Գդրիչը դուրս հեռանա այդ սուրբ աթորից եւ մենք ցերպազատվենք այս հրեշից։ Բայց արի ուտես Ժիրայր ջան, միայն ինքը չէ։ Միայն ինքը չէ։ Խաժակ arczepiskopos Պարսամյան հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը Հռոմի Վատիկանի սուրբ աթորում 50 տարվա ամերիկյան թեմի առաջնորդ ամենաավագ arczepiskoposներից մեկը չի դարբերվում Գդրիչից։ Հավատացեք, ես այդ անձը հարգում էի եւ կյանքում սա իմ առաջին անգամն է, որ ես իր մասին այսպես եմ արտահայտվում, եւ եթե այս նամակը որցես ու արգեցի, եթե իր ստորագրությունը չգրեր, իր գնիկը չգրեր, ես չէի հավատա։ Բայց սա ապացույց է։ Եվ նաեւ ինքը 50,000 եվրո է ուզել, որովհետեւ օծի եկեղեցի։ Բայց ափսոս նրա փաստը չկա, նամակի վրա գրած չէ։ Բայց եթե սա ճիշտ է 150,000-ը, ուրեմն եթե 50,000-ի հարցին էլ ես չեմ կասկածում։ Ես չեմ ուզում շատ փագակիցներ բանամ, որովհետև 2 օր որ ես այստեղ եկել եմ, արդեն շատ բան գիտեմ։ Այսօր արի Ժիրայր ջան, բավարարվենք միայն այս նամակով, խոստանում եմ, որ շուտով բոլոր փագակիցները պիտի բանամ։ Բոլոր։ Շատ շնորհակալ եմ Տեր Արմեն, այսուհետ ձեզ պետք է դիմել նաև որպես Մալագայի հոգևոր հովիվ։ Մալագայի հոգևոր։ Ոչ թե միայն Մալագա, այլ այստեղ կոչվում է Անդալուսիա, որովհետև այս եկեղեցին Անդալուսիա շրջանի հովության մեջ է ընդգրկում։ Շնորհակալություն հրավերի համար։ Զրուցակիցս Անդալուսիայի հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանն էր, բաժանորդագրվեք ալիքին։